Երեք վարչապետ ազգային անվտանգության ծառայության նոր տնօրենի ներկայացնելիս անդրադարձավ նաև ինչպես ինքը ձևակերպեց ազդեցության այլ երկրների ազդեցության գործակալների այդ հարցին, սա եւս լուրջ խնդիր համարեց Հայաստանի ինքնիշխանության պետականության տեսանկյունից եւ այստեղ ասաց, որ նաեւ իրենց մտահոգությունները կապեց նաեւ այն պնդման հետ, որ Հայաստանում այլ երկրի քաղաքացիներ, որոնք չունեն Հայաստանի քաղաքացիություն, Հայաստանում քաղաքական լուրջ պրոցեսներ գեներացնելու փորձեր են անում, ռադիկալ հայտարարություններով հանդես գալիս, ասաց լինելով ոչ Հայաստանի քաղաքացի, ես նախ խնդրեի դուք ասեք ում մասին էր խոսքը, ովքեր Հայաստանի քաղաքացի չեն, բայց Հայաստանում դու լուրջ ես այդ հարցը հիմա ես ձեզ թվում է ես հիմա պետք է ասեմ այս ինչան էս ինչ է, ինչան էս ինչ է, լուրջ մտածում ես որ ասենք ես տենց որևիցե քաղաքական գործիչ իրավունք ունի կամ տենց նախադեպ եղա լուրջ շոկ ջան հարցը ձեր հարցը ես ներողություն եմ խնդրում բայց ձեր հարցի ես պատասխանը չեմ գտնում որ լուրջ է որովհետև քաղաքական գործիչը չի կարող քրեական կամ որևիցե կամ որևիցե դա նշանակում է ստորակետ կամ որևիցե նմանատիպ մեղադրանքի մասին անուն տալով խոսել, եթե չունի դրա ապացույցները ես միջև օրս դες բան չեմ արել հիմա նույնիսկ ինչ-որ կայք ինչ-որ քաղաքական իրանց գործիչ անվանող մարդիկ դատի են տալիս իմ հայտարարությունները բայց նորից եմ ասում ես որևիցե բան չեմ ասում որի տակ ես չունեմ առնվազն մի հիմնավորում նման հարցեր ինձ մի տվեք լավ ուրիշ բան հարցնեմ բայց այսինքն չենք վերածելու սա ազատության եւ իմ հարցազրույցին վերջին հարցը խնդրեմ այսինքն կան Հայաստանում կան մարդիկ, ովքեր քաղաքացի չեն, Հայաստանի քաղաքացի կան երևի, որ վարչապետը ասում է, ուրեմն կա, երբ որ ԱԱԾ տնօրենը Նարեկ ջան, քո կարծիքը, երբ որ հետաքրքիր լինի, հարցազրույց կտաս կհայտնես։ Ձեր միտքը նորից կան մարդիկ Այո, եթե վարչապետը ասում է ազգային անվտանգության ծառայության շենքում, բնական է, որ նման բան կա եւ դուք նենես չի, որ ես առաջինն եմ կամ վարչապետը առաջինն է, որ տես բան է ասում։ Իսկ չեք տեսել, որ ասում են Հայաստանի Հանրապետությունը դե իր անվտանգությունը չի կարող ապահովել, դրա համար պետք է ինքը անդամակցի որևիցե միության։ Չեք լսել տենց արտահայտություն։ Սա առաջին լսել եք, ես չգիտեմ դրա մաս դուք կոնկրետացում եք ուզում։ Ես ձեզ ասում, ես դրա իրավունքը չունեմ անելու։ Այլ հարց չունեմ։ Վերջացավ, հաջորդ։ Չէ, հասա, բալիկ։ Սիմոնյան օրեր առաջ Թեհրանում տեղի ունեցավ, հա, ԱԱԾ աշխատակիցների ոստիկանության ներխուժում, այնուամենայնիվ հնարավոր չէր կանխել այդ ամենը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Միքայել Աջափայանը համապատասխան չէր ծանուցվել եւ ծանուցման պարագայում կկարողանար ներկայանալ, հա, բարույթն իրականացնող մարմին, բայց հնչում են տեսակետներ, որ միտումնավոր է իրականացվել, որպեսզի ճնշում գործադրվի եւս մեկ անգամ եկեղեցու նկատմամբ։ Նախ որևիցե մեկը չի ներխուժել Վեհարանի տարածք նախամուտքի մոտ են եղել երկրորդը նույն ձեր նշած անձը շատ լավ իմանալով փախել էր պահկվել էր այդտեղ մտածելով որ այդտեղ ինքը իրեն կարող է պաշտպանված գալ եւ դա ակնհայտ էր երկրորդը եկեք մի բան հասկանանք էլի հիմա մեր ընդդիմադիր գործընկերներն են եկել իրանց դոշ են ծեցում կա դատարանի որոշում եւ գնալ մտնել ինչ որ միտեղ եւ փորձել պատասպարվել եւ դատարանի որոշումը որպեսի չկատարվի դա անընդունելի է եւ վերջի վերջո իշխանությունը տեսնելով ոստիկանությունը տեսնելով որ նման ԱԱԾ-ն չեմ հիշում կոնկրետ որ մարմիններ իրականացնում ազգային անվտանգության ծառայությունը տեսնելով որ իրավիճակը կարող է լարվել ընդհակառակը դուրս եկա որպեսի ցույց դնի որ նման բան անելու նպատակ չկա եւ իրենց գործառույթն են իրականացնում թե մեկի մոտ ինչ որ կարծիք կա որ ԱԱԾ-ն ցանկության դեպքում ասենք չեմ 300 կամ 400 հոգի որ մարդ լինի չի կարող մտնել այդտեղից մեկին դուրս անել իհարկե կարող է բայց այդպես քայլի չգնաց ի պատիվ մեր ԱԱԾ-ի պետք է ասեմ որ շատ ճիշտ որոշում կայացրեցին որովհետեւ այդ ամեն ինչը արված էր այդ շոուն կազմակերպելու համար ես կնստեմ ավտոն հետո ինձ չեն թողնի հետո ես դուրս կգամ մեքենայից հետո ես ոդկով կգնամ դե լավ եկեք հերիքա ոդկով գնամ բանով մեքենայով կգամ այդ դերասանություններ ուզում եմ հասկանամ Սիմոնյան իսկ ներողություն փախչելու միտում ունենալ քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին ըստ դատախազության բայց ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 25-ին է միայն Լսեք փախչելը մենակ գնալ թաքնվելով չի պարզ է չէ որ Հայաստանում դժվար կարողանար ինքը թաքնվեր իմաստը շոու սարքելն է իմաստը մարդկանց հրահարելն է ցույց լսեք հիմա ինչ է կատարվում մենք ասում ենք այս մարդը եկեղեցական կանոնն է խախտել
ասում են մենք այդ հարցերին ինչ որ բան լալահարաշ ձայնով ինչ որ բաներ են ասում, ոչ մեկ չի կարողանում հասկանալ թե ինչ են ասում։ Դուք հասկացել եք այսքան ժամանակ լրագրողներով։ Դուք այսքան լավ լրագրողներով գալիս եք քաղաքական գործիչներին, ազգային ժողովի նախագահին, վարչապետին հարց եք տալի, կոնկրետ պատասխան եք վերստում։ Դուք այսքան ժամանակ հասկացել եք իրենք ինչ են ասում։ Իրանց նպատակը շոու անելն է։ Ասում ենք մարդը հանցագործություն է արել, բանը տեսանյութեր են հրապարակվել, բան են հրապարակվել, ինչ ասես ասում են, բացի հստակ պատասխան տալուց։ Իրանց հորերին են, հերերին են հիշում, Աստվածաշնչից են խոսում, չգիտեմ, նախկիններից են խոսում, ներկաներից են խոսում, կոնկրետ ոչ մի բան չեն ասում։ Սա արվում է շոու անելու համար։ Այդ շոուները իրանց վնաս է պատճառում, որտեղ իրանք շոու անել էլ չգիտեն։ Նաև այն ամենը ինչ Ես կլինի հերթով, հա։ Դուք անմեղության Հա, մի րոպե, նայեք ջան, դուք եք հարցը տալիս։ Ոչ, դուք չեք հարցը տալի, խնդրեմ։ Ես